Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ։ Եկել եմ մի քանի րոպեով ձեզ զբաղեցնեմ բաց զրույցով իմ բաց բալկոնից։ Որոշակի դադարից հետո հասկանալի պատճառներով։ Վերջին 2-3 տարին ազգային ժողովում իբրև պաշտպանության հանձնաժողովի անդամ պարբերաբար բարձրաձայնել եմ դեռ տարիներ առաջ պաշտպանության նախարարի զինված ուժերի ղեկավար կազմի տված խոստումը, որ 24 թվականից Հայաստանի զինված ուժերի հանդերձանքը փոխվելու է։ Պարբերաբար հիշեցրել եմ, որ այդ խոստումը այդպես էլ չի կատարվել, բերել են հազար ու մի տեսակ պատճառներով, մրցույթը չի կայացել, առաջարկներ չկան, բայց այս տարվա մայիսի 28-ին նախընտրական զորահանդեսի տրամաբանությամբ մեկ էլ հայտարարվեց, որ զորահանդեսում Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ներկայանում են նոր հանդերձանքով։ Իրականում տողանցի ժամանակ, զորահանդեսի ժամանակ մեր զինված ուժերի զինծառայողները նոր հանդերձանքով էին։ Բայց այդ ժամանակ էլ շատերին հստակ էր, որ դեռ հունվարին պաշտպանության նախարարը հայտարարում էր, որ փորձնական մի քանի հազար ձեռք Միացյալ Նահանգներից հանդերձանք է բերվել փորձարկման համար։ Եվ այդ փորձարկվող հանդերձանքը մայիսի 28-ին ընտրությունների նախօրյակին ներկայացվեց իբրև նոր հանդերձանք։ Առաջարկում եմ մի քանի տեսանյութեր, մի քանի լուսանկարներ, որտեղ հստակ երևում է գլխավոր շտաբի պետ, շտաբի պետի տեղակալ, ամբողջությամբ նոր հանդերձանքով, այն հանդերձանքը, որ իբր զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներով պետք է փորձարկում անցնի։ Իրենք նոր հանդերձանքով են, բայց բոլոր լուսանկարներում, այստեղ գլխավոր շտաբի պետը ողջունում է, կարծեմ կուրսանտների, հին հանդերձանքն է։ Այս պատկերը, երբ որ գլխավոր շտաբի պետը ներկայացնում է արդեն հատուկ բանակային կորպուսի նոր հրամանատարին, բանակային գեներալիտետը նոր հանդերձանքով է, բայց կանգնած զինվորները դրոշ բռնող զինծառայողը ամբողջությամբ հին հանդերձանքով։ Մեկ այլ պատկեր, սա էլ Անգլիայի, իբր թե գնացել են Հայաստանի Հանրապետության սպաները վերապատրաստման։ Երբ որ նայում եք դալիճին, տարբեր հանդերձանքներ են, դեռ ավելին, ուսադիրներն են տարբեր, հին հանդերձանքն է իրականում։ 90-ականների սկիզբին, 80-ականների վերջին երիտասարդ տղաների մեջ կաշվե բաճկոնների նկատմամբ առանձնահատուկ սեր կար եւ դա թանկ էր։ Եվ դրա համար շատ հաճախ ինչ որ առիթով ծննդի հարսանիքի գնալուց ընկերոջից մեկ օրով կաշվե բաճկոններ խնդրում։ Հիմա մեր զինված ուժերի համար պաշտպանության նախարարի քարոզչության համար այդ Ամերիկայից բերված մի քանի հազար ձեռք հանդերձանքը դարձել է այդ կաշվե բաճկոնը։ Վերջին օրերին էլ զինված ուժերի բանակի զինուց ծրագրով, երբ որ տեսանյութ են պատրաստում, անպայման զինծառայողները կրում են նոր հանդերձանքը, բայց բոլորին էլ հստակ է, որ հաջորդ օրը շարունակում են կրել այլևս նորից ու նորից հին հանդերձանքը։ Մեկ օրինակ, թե ինչպես մեր բանակի անունն օգտագործելով, մեր զինված ուժերի անունն օգտագործելով, մեր անվտանգությունն օգտագործելով այս իշխանությունը ընտրությունների ժամանակ դիմեց կեղտիքի, խաբեց սեփական քաղաքացուն։ Այն բոլոր զինվորները, որ այս օրերին զորակոչում են, նրանց խաղաղ ու հպարտ ծառայություն են մաղթում, թող բոլոր այն ծնողները, որ լսում են ինձ, մեկ էլ հարցնեն իրենց զավակներին, տղեկ նոր հանդերձանքով գնացիք բանակ, թե ինչպես անցնող տարիներին 2-3 տասնամյակ մեր զինծառայողները միշտ գնացել են հայրենիքի պաշտպանությանը, գնացել են հպարտ, գնացել են պարտքի զգացումով ու հպարտությամբ էլ վերադարձել։ Եվ հիմա էլ բարի վերադարձ բոլոր զորացրվողներին եւ խաղաղ ու անվտանգ ծառայություն բոլոր մեր զինծառայողներին։ Լավ մնացեք, կհանդիպենք։